Վերջերս հայ քաղաքագետը ռուս երկու լրագրողների հարցազրույց էր տալիս ռուսերեն լեզվով, բայց այդ նույն քաղաքագետը նաև հայ լրագրողներին է հարցազրույց տալիս ռուսերենով, այսինքն հայերենին լավ չի տիրապետում և այսպիսի բան ասաց. եթե գնաք Հայաստանի տարբեր շրջաններ և եթե չանցնեք գրական լեզվին, ձեր հետ խոսեն բարբառով, դուք չեք հասկանա նրանց, այսինքն տարածում էր դեզինֆորմացիա, ցանկացած հայերենին լավ տիրապետող մարդ տիրապետում է նաև բարբառներին, եթե ոչ խոսելու մակարդակով, գոնե հասկանալու, դրա մասին նաև ասվել է, որ բարբառներում բավականին ռուսերեն բառեր կան, երբեմն թուրքերեն բառեր են օգտագործվում, որը գրական լեզվից հայերենի դուրս են մղվել, բայց շատ-շատերը այդ բառերը գիտեն, այնպես որ մոտավորապես 90-95%-ով բարբառները լրիվ հասկացվում են, կասայի մոտ աշխատող կինը արցախցի էր, մի քանի օր առաջ, գնորդը նույնպես արցախցի էր, անցան իրենց բարբառին, ես ամբողջությամբ հասկացա ինչ էին խոսում, ես նույնիսկ հասկանում եմ Համշենի բարբառը, որը մի քանի սկզբունքներ ունի, այնպես որ մարդը փոխանակ 25 տարի ապրելով Հայաստանում սովորեր հայերեն, ռուս լրագրողներին դեզինֆորմացիա էր տալիս,